Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ավելի քան վստահ են, որ հետևում էր վարչապետի դատական համակարգի մասը, ստացվում է, որ այս երկրում անարդարության սովի պատճառը դատավորներն են։ Երբանից երբ ինչպես պետք է աշխատեք, վերանայեք ձեր աշխատանքը։ Ավելի ճիշտ կլիներ, եթե իրավական ինչ-որ հարց տայիք, եթե այդպես հարցեր կան։ Ասում է եռագլուխ մարտիայի դեր են պայքարում։ Դիակը ասում է կողքները, դիակի կողքը բռնես, գնում են դատարան, արդարացնում են։ Ճիշտ ասած չեմ լսել, չեմ տեսել նմանատիպ հայտարարություններ, բայց ամեն դեպքում չեմ կարող մեկնաբանեմ։ Ինձ թվում է ճիշտ կլինի, ով համապատասխան հայտարարությունը կատարում է, իրանից էլ չի հեղինակազրկում երկրի առաջի դեմքը, երկրատական համակարգին ասում է, ում պաշտպան վերցնեք ո՞նց եք ընկալում։ Անկեղծ ասեմ, կրկնում եմ, չեմ տեսել, չեմ լսել նմանատիպ հայտարարություններ, որ առավել եւս էլ ես չեմ կարծում, որ ի պաշտոնե կամ որպես դատավոր կարամ մեկնաբանեմ մեկ այլ պաշտոնատար անձի դիրքորոշումը կամ հայտարարությունը։ Դուք հայտնի պաշտոնյաների գործով դատավոր եք, Բազմաթիվ։ Խաչագան Ղազարյան, այդ թվում վերջին անգամ Աղան Հասակյանի դատականիցներն եկան, Պոնդավսյան երբևիցե ճնշումներ եղել են ձեր վրա, SMS-ների, Երբևէ ճնշում չի եղել, երբևէ որևէ որ զանգ, ոչ SMS, ոչ քողարկված, ոչ ուղիղ, որևէ տարբերակով չի եղել, ես չեմ կարծում, որ ես։ Բարև ձեզ, պարոն Բադալյան, մի քանի հարցեր էլի, ձեզ համարում են իշխանության։ Փորձել լինի համապատասխան իրավական գնահատականը կստանա։ Շնորհակալություն։